Դերնիկ ջան, բարև։ Բարև Արթուր ջան, շատ ուրախ եմ քեզ տեսնելու համար, տևական ժամանակ է բացակայում ես հանրային քաղաքական դաշտից, բացակայելը մասամբ ասեմ, բացակայում ես, որովհետև անընդհատ վիդեոներ, հարցազրույցներ կարող ենք տեսնել, բայց ֆիզիկապես Հայաստանում չես։ Արթուր ջան, առաջինը կուզեի սկսեինք այդ հանգամանքից։ Հասկանալի է, որ Հայաստանում մոտավորապես այլասերված ավտորիտար ռեժիմի նման ինչ-որ մի համակարգ է հաստատվել, որը չի հանդուրժում այլընտրանքային խոսք, առավել ևս ընդդիմադիր խոսք, եւ նման հայտարարություններով, նման խոսքերով հանդես եկող քաղաքական գործիչները, փորձագետները, հանրային գործիչները հետապնդվում են, որոշ դեպքերում նաև բանտարկվում են։ Արթուր ջան, մի փոքր այդ մասին, հա, ես գիտեմ, որ այդ ռեպրեսիաների ալիքը նաև մասամբ հասել է քեզ, հիմա Հայաստանում շատ տարածված է սուտ մատնությունով մարդկանց են դատապարտում, եւ այսպես ճակերտների մեջ զոհերից մեկը նաև դու ես այդ առումով։ Հա, որոշ չափով այո։ Նախ շատ ուրախ եմ քեզ տեսնել, մեր 5-րդ ալիքի ինտերվյուները կարոտել եմ։ Մենք միշտ շատ հետաքրքիր բանի մասին ենք խոսում պատմական։ Այո, շատ ճիշտ ասեցիք, կամ ասեցիր, եթե կարելի է։ Մենք հիմա ունենք Դանոսավանի քաղաքապետ, որը ամեն անգամ գնում վազում է ինչ-որ դանոսա տալի ու հետո վախկոտ ձևով գնում պահկվում է ԱԱՑ-ի մեջքի հետև, էլի, այսինքն տղամարդ իրանց sense չէր պահի, բայց դե ամեն մեկը չպետք է տղամարդ լինի, ոչինչ, թող տենց լինի ինքը։ Եվ հա, խնդրեմն այն է, դե բռնապետներ կան աշխարհում, բայց բռնապետներ կան, որ գոնե նախ իրենց ժողովրդին են նայում, ունենց են անում, որ իրենց հարգում են, համ իրենց ժողովրդին են հարգում, համ իրանց են հարգում, հետո տանում են իրենց երկիրը դեպի հաղթանակ, ոչ թե դեպի սարսափելի պարտություն ու 3 անգամ կապիտուլյացիա։ Հետո նրանք իրենց ծանր են պահում, սենց կիսախելագար բաներ չեն անում, սրտիկներ ցույց տալիս կամ բան կատլետի ֆեստիվալին հեծանիվ են քշում, բայց բաներ նրանք չեն անում, նրանք լուրջ մարդիկ են։ Դե օրիգինալ են փորձում Երևալ Հայաստանում, Արթուր ջան, ինձ Հա, թվում է, այդ մեկը մեր մոտ շատ լավ չկա ցույց ստացվեց։ տալու, սրտիկ ու հեծանիվ պետքա քշես։ Հա, հետո դաժե իրանց անունն են հիշում, էլի աշխարհի լիդերները։ Չեն ասում այնտեղ են, այստեղ են, Ալբանիան, որ Կամբոջայի հետ կռիվ էր անում, բան, այդպես բաներ չեն ասում։ Հա, հետո իրանց սեփական աղանդը չեն ստեղծում սովորաբար եկեղեցու վրա, ես չեմ հիշում, անգամ թուրքերը, պարսիկները, արաբները, բյուզանդացիները սովետական միության ստալինյան ժամանակին մենք ցես բան չէին կարել, որ խառնում են եկեղեցու գործերին, են այլանդակ մոնտաժված նկարները գցենք համացանց, ցես բան Ստալինն էլ չէր արել, էլի գոնե մարդկանց շալվարի մեջ չէր մտնում Ստալինը, ուղղակի տանում սպանում էր կամ գցում էր, ասենք ինչ-որ ճամբար Սիբիր, բայց ինչպես մեր շատ լավ ընկեր Էդգար Ղազարյանը ասեց, Ռուսաստանի հետ լավ չեն հարաբերությունները, չեն կարող տանեն գուլակ, հիմա բան են Հայաստանում են ստիպված պահում։ Հա, վերջի անգամ երկրի ղեկավարը, որ խառնվի իր երկրի եկեղեցու գործերին առանձին եկեղեցի սկսի, դե դուք պատմություն սիրում եք։ Ես օրինակ եվրոպական պատմության մեջ դա Հենրի 8-րդն էր արել 16-րդ դարի կեսերին, այսինքն 500 տարի առաջ։ Այն էլ նրա համար, որ իր կինը չէր կարողանում տղա բերեր իրան, իսկ դա մեծ խնդրեմ է միջնադարյան աշխարհում, եթե դուք տղա չունեք, որդի չունեք, հիմա քաղաքացիական պատերազմ, որտեղ ժառանգ չունեք։ Բայց Աստված իրան պատժեց իմիջիալոց, թող իմանան որոշ մարդիկ, որ իրան էլ պատժեց, իր կնոջ էլ պատժեց, բոլորը պատժվեցին դες բանաներու համար եւ բանա նա բաժանվեց Ռոմի պապից եւ այն դա լավ չվերջացավ Անգլիայի համար, ոնց որ մենք կարանք մեզ համեմատենք, իհարկե ոչ։ Հա, դե 500 տարի անցավ ու մենք նույն բանը անում ենք, այսինքն սա ինչ որ կիսա խելագար շոու է, սա շոու է, գնում է այս քարոզարշավը, բոլորին ով ինչ որ ռեյտինգ ունի, ջարդում, կոտրում, բանտարկում, այդ ֆոտոներ հրապարակում ամենակեղտոտ ձևով գործ տալիս, բան են գործտվողների միության նախագահը ամեն անգամ վազում, բան ինձ ուրիշ այնց զադանյա Հայաստանում գնում միանգամից գրում է։ Ու այնց հետաքրիր այն մարդիկ, ովքեր իրենց սայթի վրա գրում են, թե քանի միլիոն դոլար են ստանում արևմուտքից, այդ նույն մարդիկ ուրիշներին ասում են, որ դուք ագենտ եք։ Մի քիչ բան եղավ, հա, ինտերնետը կորցրեցինք։ Ինչ ասեմ, Դենիկ ջան, ես պատերազմ չէի պատկերացնի, որ մեր հասարակությունը կհասնի այս վիճակի։ Ոչ մի ուրիշ հանրապետություն սովետական միության սենց խայտարակության չի հասել։
Դե խայտարակության այո պարտության տեսանկյունից եւ այդ պարտությունը մարսելու հետ այդ պարտության հիման վրա ավտորիտար համակարգ սարքելու տեսանկյունից այո իրոք խայտարակություն է օրինակ Թուրքմենստանում էլ կա վարչակարգ որը բացարձակ տոտալիտար ավտորիտար բնույթ Հա, է կրում բայց ասենք այնտեղ խայտարակ պարտության հետևանք չէ դա հա ինչ որ այո, այո, տարածքներ այո։ կորցնելու ինչ որ հայրենիք կորցնելու հետևանք չէ դա ամեն ինչ հասկանալի է բայց այստեղ ամենակարևոր հարցերից մեկը փորձենք հասկանալ լավ համեմատելով մյուս երկրներին նմանատիպ ավտորիտար համակարգ ունեցող, տոտալիտար համակարգի ունեցող երկրները հիմնականում ունեն ռեսուրսներ, նավթ, գազ, չգիտեմ, այլ տիպի ռեսուրս, որի շնորհիվ կարողանում են պահել իրենց ավտորիտար կամ տոտալիտար իշխանությունը Հայաստանի պարագայում ամենահաճախ հնչող հարցերից մեկը Արթուր այն է թե լավ ինչքան կարելի է շարունակել նման կերպ ոտնահարել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հաստատել այլանդակ ավտորիտար ռեժիմ, չունենալով որևէ ռեսուրս։ Ինչքան կարելի է շարունակել այս ամեն ինչը։ Այն ինչով է պայմանավորված։ Օրինակ այսպիսի կարծիք կա, որ շատ դեպքերում սա նաև արդյունք է եվրոպական արևմտյան տերությունների կողմից քարտ բլանշ տալու, կանաչ լույս վառելու, քանի որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության սպասարկում է ոչ թե Հայաստանի շահերը, այլ այդ երկրների շահերը, հետևաբար ասել են ինչ ուզում ես արա, միայն մնա իշխանության եւ սպասարկի մեզ։ Այո, իրենց ռեսուրսը դա Անգլիայի հետախուզությունն է, Միացյալ Նահանգների հետախուզությունն է, Թուրքիայի հետախուզությունը, Իսրայելի հետախուզությունը, հզոր երկրներ են։ Նրանց պետք էր, որ Հայաստանը կոտրվի, Ղարաբաղը հանձնվի, Հայաստանի տարածքով անցներ այդ Զանգեզուրի միջանցքը, Ադրբեջանը, Թուրքիան միանային եւ ռուսներին հանեին դուրս։ Սա Անգլիայի քաղաքականությունն է առնվազն 200 տարի։ Ռուսաստանը հանել Կովկասից, Կենտրոնական Ասիայից եւ մեկ անգամ եւս հայերը ոտի տակ ընկան։ Դուք գիտեք, որ արևմտյան Հայաստանի ողբերգությունը մասնավորապես Բրիտանիայի արտաքին քաղաքականության հետևանքն էր, որը ստիպեց, որ ռուս զորքերը հետ քաշվեն արևմտյան Հայաստանից 1878 թվականին Բերլինի կոնգրեսից հետո հետ քաշվեն եւ դա փաստորեն մահվան դատավճիռ էր արևմտյան հայերի համար։ Այն ժամանակ Բրիտանիան զոհաբերեց Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության համար կներես Արթուր, էլի մեղադրում է KGB-ին եւ Զախարովան այնտեղից պատասխանում էր տղա ջան, ասեն KGB-ն 15 թվականից մոտ 30 տարի հետո է ստեղծել մոտավորապես։ Զավեշտալի իրավիճակներ են ստեղծվում։ Ես կխնդրեի իրան խնդրենք, որ նա քյալայից խոսա, մեկ էլ շանտաժ անելուց ու մարդկանց շալվարների ներսում նկարներ անելուց։ Այդ գործից նա շատ լավ է, դա իր մասնագիտությունն է։ Պատմությունից նա թող չխոսա, այդ իր գործը չի։ Ուրեմն 150 տարի առաջ արևմտյան հայերին զոհ տվեց Բրիտանիան, իսկ հիմա մեր աչքերի առաջ 3 տարի առաջ Ղարաբաղի հայերին զոհ տվեց։ Էլի որ ռուսներին հանի այստեղից, որտեղ նա տեսնում է, որ հայերը ունեն ինչ որ հույսեր, որ Ռուսաստանը իրենց կպաշտպանի, իրենց մեջքին կկանգնի եւ դա մեկ-մեկ լինում է, մեկ-մեկ չի լինում, բայց հայերը որոշ մաս ունեն պրոռուսական հայացքներ։ Դրա համար հայերին պետք է կոտրել, ջարդել, ռուսներին այստեղից հանել դուրս։ Դա նույն քաղաքականությունն է եւ նույն բանը արվեց 1918-ից 1920 թվականը, երբ Բրիտանիան մտավ Կովկաս, մեզ կռվածրեց ռուսների եւ թուրքերի հետ, հետո հետ քաշվեց եւ մեզ ջարդեցին։ Բայց երևի մեղքը մերն է, որ մենք չենք կարողանում սա հասկանալ եւ այսքան տարի անցնում է մենք նույն սխալն ենք կատարում։ Այսինքն ձեր հարցին պատասխանելով, սա իր ռեսուրսը այս արևմտյան թուրքական եւ ադրբեջանական կառավարություններն են եւ իրենց հետախուզությունը։ Եվ այսպես կոչված այդ քաղաքացիական համակարգը։ Հանրությունը, քաղաքացիական հանրությունը։ Հիմա լավ, Արթուր ջան, փորձենք հասկանալ ունի աջակցություն արևմուտքի եւ հետևողականորեն իրականացնում են այդ թուրքական միջանցքի ծրագիրը, չնայած իրենք խուսափում են դրա միջանցք ասելուց, ինչ որ անուններ են տալիս կոմունիկացիաների բացում եւ այլն եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ եթե կոմունիկացիաների բացում էր, օրինակ Թուրքիան ինչու մինչև հիմա չի բացում Հայաստանի հետ սահմանը։ Կարող էր չէ որպես բարի կամքի դրսևորում բացել սահմանը ցույց տալ, որ խաղաղություն է հաստատվել, առավել եւս որ Թուրքիայի նախապայմանները բոլոր բավարարվել են։ Արցախը ասում էր տվեք Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը տվել է, որևէ խնդիր չկա այս առումով, այնտեղ ցեղասպանության հարցը միջազգայինորեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բարձրացնում, բայց Թուրքիան հետևողականորեն այդ
քայլը հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանության գոնե չի անում։ Հիմա փորձենք այս ստեղծված իրավիճակը հասկանանք աշխարհաքաղաքական առումով եւ մոտավորապես մեզ ինչ է սպասվում եւ մեր հնարավոր քայլերը այս համատեքստում։ Թուրքիան առայժմ չի բացում սահմանը, արդեն քանի տարի է, 30 տարի է, մենք այս խաղը խաղում ենք իրենց հետ, նրանք ասում են կբացենք, չենք բացի, բայց դուք սա արեք, նա արեք, մենք իրենց հիմա ենթարկվում ենք, ամեն ինչ կատարում ենք, էլի չեն բացում։ Եվ Ադրբեջանն էլ տեսակ ասաց, որ խաղաղության պայմանագիր դեռ չկա, դուք դեռ մենք ստանալու բան ունենք դեռ ձեզանից, որովհետև նրանք ունեն պահանջներ։ Ադրբեջանը դեռ ունի պահանջներ։ Դրան դե գիտեք, սահմանադրության փոփոխությունը բան որ հրաժարվենք ընդհանրապես մեր Ղարաբաղի մասին չխոսենք երբեք դե արդեն ասել են տեսակ մեր սեփական բան դելեգացիան Եվրոպայում հրաժարվեց անգամ խոսել Ղարաբաղցիների վերադարձի մասին այսպիսի բան միջազգային պատմության մեջ չի եղել որ դուք ձեր սեփական ժողովրդի դեմ խոսեք ինչ որ միջազգային դե եթե խայտարակվել ապա խայտարակվել միջև վերջ այս իշխանությունների սկզբունքն է դա հա ռուսները ասում են եթե մեռնում ենք երաժշտությունով մեռնենք այո ինչ վերաբերվում է դեր նախորդ թեզին որ նրանք սրան օգնում են իհարկե հիշում եք ասում էր բանը FDR-ը ասում էր այո Սամոսան շանտղա է բայց նա մեր շանտղան է այսինքն սա մեր խայտարակված բռնապետն է բայց նա մերն է նա ինչ ուզում անի ինչպես Նաիրա Զոհրաբյանը ասում է եթե նա մարտ 8-ի փողոցում եվրոպացիները կասեն որ սա դեմոկրատիա է շատ ամոթ է եւ Մակրոնի համար Ֆրանսիայի Անգլիայի Գերմանիայի Եվրոպայի Միացյալ Նահանգների շատ ամոթ է որ այդքան երկու երեսանի են բայց մենք դրա մասին 4 տարի ձեր մոտ խոսում ենք Իդեպ, ոչ մի ցանկություն չկա բանում Ադրբեջանում էլ դեմոկրատիա հաստատել։ Ես օրինակ կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը արժանի է, որ այնտեղ դեմոկրատիա սկսվի։ Օրինակ մեր այդ բոլոր ձեր ասած այդ այսպես ասած քաղաքացիական բանը կազմակերպությունները, որ միլիոններով դոլար են ստանում, այդ բոլորի դրանց հավաքեք, տարեք Ադրբեջան, ես ուզում եմ որ մեր եղբայրներն էլ դեմոկրատիա ունենան, բայց ինչու Ադրբեջանում չեք դեմոկրատիա տարածում։ Եղբայրները, չէ, իշխանության եղբայրները։ Ես դեմ չեմ, ես իրանց հետ ոչ մի կռիվ չունեմ, ամեն ժողովրդում լավ բան էլ կա։ Այս մարդուն ընտրելուց հետո մենք պետք է քիչ խոսանք вообще ուրիշ ժողովուրդների մասին։ Մենք խոսալու տեղ չունենք։ Մենք էլ խոսալու տեղ չունենք ոչ մեկի դեմ։ Ես իրանց հետ էլ խնդրեմ չունեմ։ Բայց եթե մենք այդքան իրանց սիրում ենք, ես կուզենայի որ նրանք մոտ էլ դեմոկրատիա լինի։ Մի հատ Բունդերլայնին խնդրեք մի հատ էլ գնա Բաքու, Ալիևին ասի գիտեք, բայց մենք բան ենք Եվրոպա ենք, մենք ժողովրդավարություն ենք սիրում, մարդու իրավունքներ ենք սիրում, եկեք ձեր մոտ էլ դեմոկրատիա հաստատեք։ Դրա տեղը Տրամպը ասում է, տեսեք ինչ տղամարդ տղա է 22 տարի է բանա, իշխանությանն է մնաց։ Էդ է դուս եկավ սուտ։ Ես ուզում եի հիշեի ձեր հարցը։ Բայց Արթուր, այստեղ կներես մի բան մեջ բերում անեմ կամ լրացնեմ։ Դու ասում ես ուղարկենք ստեղի այդ քաղաքասարակություն կոչվածներին այո Բաքվում դեմոկրատական շարժում սկսելու այնտեղ մոնիտորինգ նոր բայց իրենք են այնտեղից մարդ ուղարկում քաղաքասարակության իբր քաղաքասարակության ներկայացուցիչ ով բնապահպան էր իբր բնապահպան էր այդ ադրբեջանցին որը Բերձորի ճանապարհն էր փակել արցախցիներին բլոկադայի մեջ էր պահում բայց բերել էին Երևան այդ մարդուն քաղաքասարակության ներկայացուցիչներ ու փառաբանում էին ըստ էության բերել այդ մարդուն Երևան հարային դաշտ ներկայացնել նրա խոսքը լսելի դարձնել նշանակում է չգիտեմ ես այդպիսի այլասերվածություն չեմ պատկերացնում այսինքն այն մարդիկ ովքեր խեղդում էին Ղարաբաղի ժողովուրդը 9 ամիս նրանց բերում են Հայաստան ասում են նրանք լավ մարդ են հետո գնում են Եվրոպա Եվրոպայում ասում են Ղարաբաղցիները պետք է չվերադառնան Ղարաբաղ այսպիսի բան եթե մենք Թուրքիայից մարդ բերեինք որ Հայաստանը կառավարի ինչ որ լեզու գտնենք իրանց հետ ես միալուտ ուզում եմ իրանց հետ լեզու գտնել ուղղակի ասենք լավ եկեք ապրենք էլ իրար հարգենք եկեք թուրքերը որ գային Հայաստանը կառավարեին սենց բան չէին անի սենց ձևով ձեռ առնել մեր ժողովրդին նրանք չեն այս մարդկանց պետք է տանել արյան անալիզ վերցնել մի հատ բարձր էս ինչ է սենց բան ես չեմ տեսել պատմության մեջ ես իմս էլ կհանձնեմ մի հատ տենանք ով որ խմբից է Թուրքիայում ես ընկերներ ունեմ, որոնք ավելի հարգալից են վերաբերվում մեր ժողովրդին։ Պատասխանելով ձեր հարցին, ինչու չեն, կներեք մի քիչ շեղվեցի, ինչու խաղաղություն չեն ստորագրում, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ վերջում խեղդելու են մինչև վերջ, ստիպելու են, որ 300,000 ադրբեջանցի գա Սյունիք, եւ մեր նախկինում ես իրենց համարել եմ Ոչ միայն Սյունիք, Արթուր, ոչ միայն Սյունիք։ Շիրակից մինչև Մեղրի հատվածով բնակվելու են։ Լավ են անում։ Եթե մեր մարդիկ, որոշ մարդիկ այս կառավարությունը դեր ուզում են ընտրեն, մեզ հասնում է, թող գան։ Ես առաջինը կասեմ, եկեք իմ տանը ապրեք։ Պարզվեց այս հասարակությունը էս է ուզում, ես ինչ անեմ։
Ու նայեք, դրա վերադարձը, որ նրանք կան ապրեն ամբողջ Հայաստանով, դրանից հետո դուք շատ լավ գիտեք ինչա սկսվելու։ Դուք պատկերացրեք օրինակ ձեր քաղաքում, իմ գյուղում կան ադրբեջանցիներ, ասեն սա իմ տունն է։ Դուք պատկերացրեք ինչա սկսվելու դրանից հետո։ Մենք բոլորս գիտենք, չէ՞, ինչա սկսվելու։ Ինձ էլ ասեցի, նախկինում համարում էի լուրջ լրագրողներ, հիմա ձեռ են առնում, որ ես ասում եմ, որ դա է սենց է լինելու։ Դե դուք կտեսնեք։ Ես խոսում եի Ֆրանսիայում միջազգային հարաբերությունների պրոֆեսորի հետ, որը իդեպ ասեց ոչ ոք մեզ Եվրոպայում չի սպասում, ոչ 20 տարի, ոչ 30 տարի հետո, եւ ասեց Թուրքիան, Ադրբեջանը կամաց իրենց ձեռքը կվերցնեն Սյունիքը։ Դերին ջան, արդեն պաշտոնապես ասում են, որ սա Ամերիկայի վերահսկողության տակ է։ Այնտեղ կառուցվել է Թուրքիայի, Ադրբեջանի ունեցվածք։ Դա նույն բանն է, ես ու դուք գնանք Դուբայում ինչ որ կամուրջ կառուցենք։ Մենք ինչու պետք է դա հետո հանձնենք ինչ որ ուրիշ մարդուն, այն էլ որ մենք այդքան ավելի ուժեղ ենք, շատ անգամ ավելի ուժեղ։ Այնտեղ ստեղծվելու է ինֆրաստրուկտուրա, որը պատկանում է Ադրբեջանին ու Թուրքիային, այն էլ 100 տարով մերը չի։ Բայց այստեղ Արթուր, ասում են չի պատկանել, ինչի մասին եք խոսում։ Դա մեր սուվերեն տարածքն է, ուղղակի վարձակալությամբ ենք տալիս Թրամփին, Միացյալ Նահանգներին, որպեսզի այնտեղ միլիարդավոր դոլարների ներդրում կա։ Այսինքն հայերից շատ-շատերը հիմա սպասում են, որ դուք ասում եք, որ Ադրբեջանն ու Թուրքիան այնտեղ ըստ էության օկուպացնելու են առնվազն տնտեսապես, բայց այստեղ հակառակն են ասում են, տեսեք Թրամփին բերեցինք, հիմա հայեր սպասեք միլիարդավոր դոլարների ներդրումը հոսելու Հայաստան։ Նախ այդ միլիարդավոր դոլարները ներդրվելու են ոչ թե մեր գրպանը, այլ ինֆրաստրուկտուրայի մեջ, որը պատկանելու է Թուրքիային եւ Ադրբեջանին։ Դա այդ միլիարդավոր դոլարները իրանց է գնալու, ոչ թե մեզ։ Եվ մեր տարածքի վրա նրանք կառուցելու են իրենց ունեցվածքը։ Դա իրանց է պատկանելու։ Մենք էլ դա ձեռ չեն կարող տալ առնվազն 200 տարի, այսինքն երբեք։ Մենք չգիտենք 10 տարի հետո Հայաստան լինելու է, թե չէ, ես մեծ կասկածներ ունեմ։ 200 տարի ընդհանրապես, այսինքն ընդմիշտ տվեցինք։ Հետո մի օրինակ ինձ տվեք, մի երկիր, որ ասում է սա մեր սուվերեն տարածքն է, բայց այնտեղ չկա ոչ սահմանապահ, ոչ էլ մաքսատուն։ Այդպիսի բան չկա աշխարհում։ Այդպիսի բան անում էին կոլոնիաները, գաղութները Աֆրիկայում եւ Ասիայում, երբ եվրոպացիները գալիս էին Չինաստան, Եգիպտոս, ուրիշ երկրներ, ասում են սա մերն է, դե դա համարենք, որ ձեր տարածքն է, բայց այստեղ մեր, այսպես ասած, առևտրական կենտրոնն ենք հիմնում, մեր ինֆրաստրուկտուրան ենք հիմնում, ու դրա հետևից գալիս էր Անգլիայի նավատորմը, Ֆրանսիայի նավատորմը, Գերմանիայի նավատորմը, Գոլանդիայի նավատորմը, Ռուսաստանի նավատորմը եւ հիմնվում էր գաղութ, օրինակ Հոնկոնգ, Սինգապուր, Պանամայի կանալ, Սուեզի կանալ, այսինքն դա արդեն ձերը չի։ Դա ձերը չի։ Եվ երբ որ այդ երկրները փորձեցին դա հետ վերցնել, պատերազմ էր սկսվում։ Իսկ Թուրքիայի, Ադրբեջանի ձեռից մենք վերջին անգամ հետ ենք վերցրել ոչինչ։ Այսինքն այնտեղ կամաց Թուրքիան, Ադրբեջանը, եթե ես իրենց տեղը լինեի, ես այդպես կանեի։ Ես այդպես կանեի, որ իմ ձեռը ընկներ ամեն ինչ, հետո արդեն այդ հարցը լուծվեր ընդմիշտ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ընդմիշտ միանային իրար։ Արթուր ջան, այս հորետեսության առումով Հայաստանի լինել չլինելու 10 տարի հետո թույլ այս առումով չկիսեմ քո կարծիքը։ Մի կիսիր։ Համոզված եմ, որ կլինի, բայց այլ հարցա թե ինչ տիպի Հայաստան կլինի, այս պարագայում։ Օրինակ, եթե խոսում ենք օրինակ 300,000 ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին կամ 100,000, մենք հասկանում ենք, թե ինչպիսի դեմոգրաֆիկ զենք է իրենից ներկայացնում 100,000, 200,000, 300,000 ադրբեջանցին, դրանց գալուց հետո ինչ արագությամբ կարող են բազմանալ, ու ի վերջո ասենք, եթե պաշտոնական թիվը վերցնենք 3 միլիոնից քիչ բնակությամբ երկրում 300,000 օրինակ, ադրբեջանցու առկայությունը դա արդեն 10% է։ Դա ենթադրում է համայնքներում իշխանություն վերցնել, ինքնավարություն, այո, ճիշտ եք։ Դա ենթադրում է նաև ազգային ժողովում ներկայացվածություն։ Այսինքն մենք ոչ միայն հայերեն ենք, մեծ ծավալի։ Այսինքն մենք ոչ միայն հայերեն ենք քֆուրներ լսելու ազգային ժողովում, այլ նաև թուրքերեն քֆուրներ։ Այն էլ մեր քֆուրների կեսը առանց դրա էլ թուրքերեն է, որոշ բառեր կան, որոնք մենք հետ ավելի լավ կհասկանանք, որ ընկերանանք մեր հարևանների հետ։ Այո, նրանք պահանջելու են ինքնավարություն, նրանք արդեն ունեն Հայաստանի համայնքի, ադրբեջանական համայնքի ղեկավարություն, չէ՞, ինչքանով լսել եմ, անգամ Ադրբեջանի արդեն ստեղծել են բոլոր ենթակառուցվածքները, իրենց համար գծել են Արեմեզյան Ադրբեջանը, հարց առաջանում, եղբայր, եթե դուք նման բան եք անում, ինչ խաղաղությունից եք խոսում, կամ այստեղ Փաշինյան Նիկոլ ինչ խաղաղության մասին է խոսում, անհասկանալի է։
Չէ։ Հենց դրա համար էլ նրանք չեն ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Ու տեսակ, ի վերջո ասացին, որ մենք ստանալու բան ունենք, Երևան չեկան։ Այսինքն, այո, սրանից հետո մի քանի տարվա ընթացքում, այո, եթե նրանք վերադառնան այս պայմաններում, այո, բնակչության 10%-ը լինելու է արդեն ադրբեջանական, դրանից հետո 20%-ը ազգային ժողովում նրանք իրենց ներկայացությունը կունենան։ Իհարկե մեզ ոչ ոք չի թողնում վերադառնանք ոչ Ղարաբաղ, ոչ Սումգայիթ, ոչ Բաքու, եւ մեր սեփական կառավարությունը թույլ չի տալիս այսպեսի բան։ Բայց չեն էլ առաջադրում այդ խնդիրը։ Եթե ասում եք նրանք վերադառնալու իրավունք, բատուկ էլ բարձրացրեք Սումգայիթ, Բաքու, Գանձակ վերադառնալու մնացածի իրավունքի մասին խոսեք, բարձրացրեք այդ հարցը։ Դերենիկ ջան, մենք այստեղ հիմարներ չենք, թող մեզ չխաբեն։ Սա Հայաստանի վերացման գործընթաց է։ Կարող է Հայաստան անունով, Էրմենիստան անունով ինչ որ շրջան լինի, որտեղ որոշ տոկոսը լինեն հայեր։ Եթե այս իշխանությունը մնա, այս քաղաքականությունը վարել։ Այո, որոշ տոկոսը կմնա հայկական, մեզ գուցե թույլ տան, որ մենք մեր տուն գանք, մի քանի եկեղեցի կթողեն Երևանում, մի քանի ուրիշ եկեղեցի կասեն սա աֆղանական եկեղեցի է, սա ձերը չի, հայկական տարրերը կհանեն վրայից, բայց մենք ոնց մեղադրենք թուրքերին, ադրբեջանցիներին, երբ մեր սեփական հասարակության մեջ մարդիկ են գտնվում, որոնք հարձակվում են եկեղեցու վրա։ Ես դրա համար եմ ասում, ես լրիվ բարիշել եմ իրանց հետ։ Ես խնդրեմ չունեմ ոչ թուրքերի, ոչ ադրբեջանցիների հետ։ Եթե մենք հարձակվում ենք մեր սեփական եկեղեցու վրա, մենք ծախեցինք 5000 տղայի արյունը։ Մենք ասեցինք մեզ ոչ Ղարաբաղ է պետք, ոչ այդ տղաների հիշատակն է պետք, ոչ պատիվ է պետք, ոչ մեղրի է պետք, մեզ դոլար է պետք, ուտելիք ու քեֆ ենք անում, հորս արև քեֆ ենք անում։ Այդ հասարակությունը ունենալով դուք ում եք մեղադրում։ Դուք ոչ մեկին չեք կարա մեղադրեք։ Բարձավ։ Այո, դա է իրանց պլանը։ Մեզ գուցե թույլ տան որոշ եկեղեցիներ թողենք, որոշ չթողենք, որոշ դպրոցներ հայերեն, հա, գուցե թույլ տան։ Այսինքն մենք կդառնանք Արևմտյան Հայաստանի այն համայնքը, որ ծեծում մորթում են, վազում են Փարիզ, Մոսկվա, ասում են եկեք փրկեք, պաշտպանեք։ Մենք տենց ապրել ենք 200 տարի։ Ու տենց է կշարունակենք։ Ու մենք մեզ հասնում է։ Հուսանք դա կկանգնեցվի ընտրություններով։ Դժվար, սաղին կնստացնի, Դերենիկ ջան, սաղին նստացնելու է, դուք տենում եք ինչ անում։ Ես դեմ չեմ, որ բոլոր կարմիր գծերը հատել եւ կարող է հասնել շատ ավելի հեռուն Նիկոլ Փաշինյանը բռնապետական նկարտումների մեջ, բայց այստեղ ես կուզենայի հանրային դաշտում իշխանության կողմից ներմուծված եւս մեկ թեզի անդրադառնալ, որը հակադարձում է ձեր Արթուր ջան քո ներկայացրած, հա, այդ ամբողջ պատկերին, դա այն է, որ տեսեք, ասում են մեր երաշխավորը խաղաղության, լավ հարաբերությունների արդեն Միացյալ Նահանգներն է։ Երկրագնդի թիվ 1 գերտերությունը Թրամփը ասել է, տղա ջան, պրոբլեմը լի կզանգես։ Այսինքն դու լակոտ ես, միլիարդների ներմուծման մասին խոսեցինք, այսինքն իրենց ներկայացնելով, իրենք ոչ թե զիջումներ են արել Թուրքիային, Ադրբեջանին, այլ արևմուտքին, այ խաղաղասեր Թրամփը, որ աշխարհով մեկ խաղաղություն հաստատելով մանա գալիս, այն տեղուն ասել է, որ պրոբլեմ ունենաս Ալիևի հետ կզանգես։ Հիմա հայրի շատերը ուրախանում են, որ տեսեք WhatsApp-ի համարը ունի, բայց ներկայանում է, էլի, ուղղակի սարկազմ է այդ ամեն ինչը, բայց Արթուր ջան, ցավալով եմ ասում, բայց շատ մարդիկ հավատում են այդ սարկաստիկ իրավիճակի, որ դա իրականություն է, Թրամփը խաղաղարար է, բոլոր հարցերը կլուծի, մենք իրականում Միացյալ Նահանգների հովանավորության տակ ենք հայտնվել։ Եկեք դրա մասին խոսենք, բայց դրանից առաջ ասեմ, էլի, մի խումբ, որը հանձնեց Ղարաբաղը ու պարտվեց պատերազմում, ասում է մենք չենք հանձնել, մենք չենք պարտվել, մեզանից առաջ են արել։ Այսինքն ես գամ կներեք ձեր տունը վառեմ, ասեմ Դերենիկ ջան, դա իմ մեղքը չի, ինձանից առաջ արդեն վառել են քո տունը։ Սենց բան հավատացող հասարակություն պետք է գնա հոգեբուժ, բան, մենք մտնանք մի հատ բանի մոտ, բժիշկի մոտ մի հատ մեզ հետազոտի, գուցե մենք դեղորայքի կարիք ունենք։ Այդ բանը, ասում են Ղարաբաղը մենք տվել ենք, բայց մենք չենք տվել, պատերազմում պարտվել ենք, դա մեր մեղքը չի, Զանգեզուրի միջանցքը հանձնել ենք, բայց դա միջանցք չի, սա ոնց որ խելագար ինչ որ պրոպագանդա լինանք հասկանում են, որ մեզ գժվացնում են, վաղը որ իմ գլուխը կտրեն, ասենք, բանում, բան նստածներից բանտում, ես դեմ չեմ միջալից, եթե կոմպյուտերը ստան ինտերնետան, գոնե աշխատեմ, գիրքս վերջացնեմ։ Եթե կոմպյուտեր չեն տալու, ես չեմ նստելու, որտեղ պետք է գիրքս վերջացնեմ։ Եթե վաղը իմ գլուխը կտրեն, կասեն մենք գլուխը չենք կտրել Խաչիկյանի, մենք ուղղակի մի քիչ երկարացրել ենք վիզը
ֆաշիզմը մի քիչ երկարացնել են, մենք ոչինչ չենք արել, ով է իր գլուխը կտրել։ Սա կոչվում է gaslighting անգլերենով, երբ որ դու մարդուն գժվացնում ես, սևը սպիտակ ես ասում, վերևը ներքև ես ասում, քո մի բան ես անում, հակառակ բանը ասում ես, մարդը սկսում է գժվել ու մեր հասարակությանը գժվացել։ Հիմա խաղաղության պլանը դուք հիշում եք, չէ՞ որ նա բանի, էլի կլիմաքսի մեջ էր մտել Տրամպը, խոսքեր տվել, որ խաղաղության պրեզիդենտ կլինի, հիմա մտնում է Վենեսուելա, նայում եք, չէ՞ ինչ է անում։ Նավատորմը քաշել է Վենեսուելայի բանի ափերի շրջակայքում տեղակայել է եւ ուզում է հիմա Վենեսուելայում էլ բան կառավարություն փոխի, սա բանն է։ Մի մարդ էր, որ ասում է ես խաղաղության պրեզիդենտ եմ, այո, այո։ Բանում Ուկրաինայում 24 ժամում խաղաղություն էր հաստատում, հիմա Tomahawk բաներ է ուղարկում իրան, Tomahawk միսիլներ, հրթիռները, որոնք կարող են կրել միջուկային զենք։ Դուք հասկանում եք, չէ՞։ Դա ինչա նշանակում։ Ռուսներն ասել են մենք էլ ունենք միջուկային զենք։ Նա էլ ասում է դու մեր հետ մի խաղա, Պուտին, ես էլ ունեմ միջուկային զենք։ Այսինքն մենք սառը պատերազմ այդ 40 տարվա մեր բոլոր պատմությունը դրեցինք մի կողմ, գնում ենք դեպի միջուկային պատերազմ։ Գուցե ճիշտը դա է, մեր խնդիրներ միանգամից կլուծվի, Հայաստանի խնդիրները ոչ ոք չի մտածի ու չենք անհանգստանա։ Հա, այդ մետ Գազայի խաղաղությունը հիշում եք, չէ՞, բայց իմիջիալոց Գազայի պայմանագրի մեջ նա գարանտ էր, նա երաշխավորում էր դա։ Եվ դա տևեց քանի օր, 9 օր։ 9 օրից Արթուր ջան, ոնց կարող է այդ պայմանագիրը ուժ ստանա կամ կյանքի կոչվի, երբ դրան մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, որը ներկայանում էր Թրամփին, I am a Prime Minister of Armenia։ Հա, դուք հիշում եք ինձ, չէ՞։ Հա, հիշում եք ինձ։ Այո, այո։ Հա, այն հիշում եք, չէ՞, որ ես ամեն ինչ հանձնեցի, այդ ես էի։ Հա, լավ, մի քիչ մեկ պետք է հիշացնել, որ մարդիկ ձեզ չմոռանան։ Բայց այդ փաստաթղթում նա գրել էր witness։ Նա գրել էր բան, վկա։ Այսինքն նա որևէ պարտավորություն չունի միջամտել։ Իսկ Գազայում նա գարանտ էր ու այդ խաղաղությունը տևեց մատերով ցույց տամ 9 օր։ 9 օր, 9 օրից էլի սկսվեց ռմբակոծությունը։ Ու տենց տասնյակ տարիներ Գազա եւ Իսրայելի միջև, Պաղեստին-Իսրայելի միջև ամեն մի տարի, ամեն 2 տարի նորից պատերազմ է սկսվում։ Եթե այն դեպքում, որը միլիոն անգամ ավելի կարևոր էր իր համար, նա չկարողացավ խաղաղություն հաստատել։ Մեր դեպքում ով է խաղաղություն հաստատելու։ 3 տարի հետո նա հիմա չի հիշում մենք ով ենք, նա 3 տարի հետո հիշելու է մենք ով ենք, ում ենք մենք զանգ տալու։ Զանգ եք տալու։ Այս վերջերս մի հատ հայտարարություններ արել, որ հայ-ադրբեջանական այդ հակամարտության արդյունքում միլիոնավոր մարդիկ են զոհվել, ասի երևի ինչ-որ բանի է խառնել էլի այս մարդը էլի։ Տեղը չի բերում ինչ տարածաշրջանի այդ գործ ունի։ Այսինքն մի նախագահ, որը ասում էր, որ նա խաղաղության նախագահ է, չկա, որը խոստանում էր 24 ժամ Ուկրաինայի պատերազմը կանգնեցնել, ոչ Ուկրաինայում, ոչ Իսրայելում, ոչ Կովկասում, ոչ Վենեսուելայում, որևէ տեղ Իսրայելը ասեցի, չէ, Գազան, հա, որևէ տեղ խաղաղություն չկարողացավ հաստատել։ Իսկ մեր դեպքում ուղղակի մեզ տարավ կապիտուլյացիայի։ Այո, շատ տխուր է աշխարհաքաղաքական առումով իրավիճակը, բայց առավել տխուր է աշխարհով, բայց ասում եմ մենք մեր խնդիրներով ու փորձենք հասկանալ, թե այս իրավիճակում մենք ուր կարող ենք հայտնվել Թուրքիայի, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու տխուր հեռանկարը մեր արժևում է, նաև այն հանգամանքը պետք է հաշվի առնենք, որ նշեցիք դու Արթուր, եկեղեցու նկատմամբ արշավը դա ինքնության դեմ պայքարի շրջանակներում է, պատմության դեմ արշավը, պատմական հիշողության դեմ արշավը, դա էլի այդ ինքնությունը կոտրելու եւ թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ տանելու շատ նման է, եթե չասենք հենց այդպես է, բայց Արթուր, մի քիչ փորձենք լավատեսական նոտաներ գտնել, ինչքան էլ դժվար է, ես հասկանում եմ, դուք անընդհատ ճշմարտությունը այդպես մեղում եք բացահայտ, բայց այս իրականության մեջ, երբ օրական, ասենք, շատ տխուր ահավոր բացասական լուրերի հոսք է ուղղակի Հայաստանում ամեն օր, ուղղակի մարդու հոգեբանությունը, հոգեկանը ի վիճակի չէ դիմանալու, հա, Հայաստանի այդ լուրերին, հա, նման կանխատեսումները իրոք օբյեկտիվ են, բայց փորձենք այդ օբյեկտիվության շրջանակներում հասկանալ, թե ինչ անենք, որ հնարավոր լինի իրավիճակը փոխել Հայաստանում։ Դե դա շատ պարզ է, եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանը փրկվի, նրանք պետք է գան ընտրություններին եւ պետք է իրենց ձայնը տան։
այն մարդկանց, ում համարում են անհրաժեշտ։ Ես չեմ ասելու ում, ոչ էլ իմ դա տեղն է, որ ես դες բաներ ասեմ, բայց եթե մեր հասարակությունը էլի пассив մնա, էլի ասի ես քաղաքականությունով չեմ զբաղվում, էլի ասի լավ կլինի, փող կլինի, ուտելիք կլինի, գարի միս կլինի, արախ ու բան տաշի տուշիով կզբաղվենք, եթե մեր Բայց դա էլ հասարակությունը չկա ախր, Արտուր, դա էլ չկա։ Դե եթե հա չկա թող մարդիկ Բենակ մտածեն, քեֆը կա, ասենք տեսարանը կա, բայց ուտելիքը, հացը, բայց արաղը, պակասելու է, չգիտեմ։ պակաս մեզ դիետայի վրա են նստածնել եւ իմիջիալոց մեզ չի խանգարի, մի քիչ բան ենք, կարիք ունենք դրա, Դե բայց հա Ալիևը կնստածնի հաստատ։ Հիմա էլ մանավանդ որ ամեն ինչ իր ձեռն ենք տալիս։ Եթե մեր հասարակությունը որոշում է, որ էլի չի գնում ընտրությունների, էլի նստում է տանը, էլի կերուխումով զբաղված, թքած ունի Հայաստան կլինի թե չէ, ուրեմն այո կլինի այն ինչ որ ես ասեցի։ Եթե մարդիկ ուզում են որ դա չլինի, թող գան ընտրությունների եւ իրենց ձայնը հնչեցնեն։ Այո, նա կեղծելու է, այո, նա ցուցակներով մարդաբերելու, էլի ով ռեյտինգ ունի, բոլորի վրա հարցակվելու է, պարզվելու է, որ 15 տարի առաջ, չգիտեմ, ինչ որ էս էր արել, էն էր արել, կամ ինչ որ անձնական ֆոտոներ կտարածի, հեսա երևի բան, իմաստնել ինչ որ կեղտոտ բան կասի, եսի բոլորիս վրա ինչ որ բան կգտնի, կասի, ասենք քննության ժամանակ ուսանողներին գառ էին բերել, կամ ինչ որ տես բան կմտածի հաստատ։ Դե բոլորիս կանի, հա, կնստածնի կջարդի, բայց գուցե եթե մեծ թվով ժողովուրդը գա ընտրություններին, գուցե հնարավոր է սրան կանգնացնել, բայց պետք է հասկանալ, որ իր հետևը կանգնած է Եվրոպան, իր հետևը կանգնած է Անգլիան, Թուրքիան, Իսրայելը, նրանք հսկայական գումարներ են բերելու Հայաստան, այդ բանի պես, այդ Դանոսավանի այդ քաղաքապետի պես մարդկանց էլի վարձելու են, որ նրանք տունից տուն գնան, ասեն, մեզ չեն սպանել, Ղարաբաղը չի եղել հայկական, 5000 տղա չի մահացել, այդ մեր մեղքներ, ցեղասպանությունը մեր մեղքներ, ռուսների մեղքներ, մեզ չեն սպանել, մենք որևէ կարիք չունենք մտածելու մեր անվտանգության մասին, այսինքն մենք կամավոր մտնենք վագրի բերանի մեջ։ Կամավոր, մենք մեր գլուխը կախ, մեր գլուխը դնենք վագրի բերանի մեջ։ Նրանք գալու են, նրանք դա անելու են։ Բայց վարկագծի ճիշտ ասեցիք, որ վարկագծի փոփոխություն լինի քաղաքական, ակտիվությունը բարձր լինի, օրինակ առաջիկա վաղաշաբաթի ընտրություններ են։ Եթե Գյումրին օրինակ ցույց տվեց, որ եթե ակտիվությունը բարձր է, արդեն Նիկոլի այդ խունտան պարտվում է, ասենք ակտիվությունը միավոր վերցրած չի հաղթում, ընդհանուր հաղթում է, բայց Փաշինյանը իշխանազրկվում է։ Հիմա նույնը կարող է լինել վաղաշաբաթում համապետական ընտրությունների ընթացքում։ Այսինքն հասարակությունից մի բան է սպասվում, ակտիվ լինեն, գնան ընտրությունների ու քվեների հեղափոխություն իրականացնեն։ Եթե հասարակությունը այս առումով բնավորություն ցույց տա, հա, կարող ենք մենք այս ընթացքը որոշակիորեն կանգնեցնել եւ հունը փոխել։ Այո, եթե մարդիկ ուզում են, որ ինչ-որ բան փոխվի, այս կանգնեցվի, մենք Հայաստանը պահենք, այո, նրանք պետք է գնան ընտրությունների։ Իհարկե, էլի կեղծիքներ կլինեն, դուք տեսեք Գյումրիի օրինակը բերեցիք, միանգամից գործ սարքեցին մարդու գլխին, ու կոռուպցիայի մասին խոսում են այն մարդիկ, որոնք իրենց բոլոր ընտանիքների անդամները, ընկերների ընտանիքների անդամները, հին օլիգարխները, նոր օլիգարխները իրար հետ սա Հայաստանը նորից կիսեցին, հիմա էլ ուրիշներն ասում են դուք բան եք կոռումպացված եք։ Զգուշ եղեք, որտեվ ով որ ընտրվի, հետո կպարզվի ինչ որ վենդետա ուներ, պատահական ձևով ինչ որ վենդետա կսկսվի, ոնց որ բանում եղավ, ոնց էր անունը, այո, Փարաքարում, Վանաձորի պես ինչ որ գործ կբացեն։ Այս մարդը Այս անձը որևէ կարմիր գիծ չունի, որևէ բարոյականություն չունի, ինչ ասես կանի, սա ինչ ասես կանի, բոլորից վրա գործ կբացի, մենակ նա մնա իշխանության ու թուրքերին ինչ նա կթողնի Ադրբեջանի զորքներ կմտցնի Երևան, մենակ նա մնա իշխանության, որտեվ դե իր անցած ճանապարհը գիտեք, այսպիսի մարդ որ հասնում է իշխանության, աթոռը ձեռքը դնում է աթոռի վրա, նա բաց չի թողնի։ Հետո էլ նա շատ միացնում է աթոռի հետ։ Այո, դե հիշում եք առաջի օրերը այնքան բանը, խելք իրանը չէր, գնում էր բանից, տուալետից վիդեոներ էր անում, դե պարզ է, չէ, ինչա կատարում այնտեղ։ Եվ երկրորդը նրանք գիտեն, որ հայոց պատմության մեջ նրանք կմնան որպես ամենախայտառակ պետական դավաճանների թիմ, եւ նրանց շատ եւ շատ հարցեր են տրվելու։ Դրա համար նրանք գիտեն, որ ցանկացած ձևով պետք է մնան իշխանության, թե չէ շատ լուրջ ցանկացած պետության համար Անգլիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Ռուսաստանի ամենածանր հանցագործությունը համարվում էր քաղաքական դավաճանություն, պետական դավաճանություն։ Եվ նրանք գիտեն, որ դա շատ լուրջ հարց է եւ ամեն ձևով ուզում ես կկրակեն, կուտեն, կջարդեն, մենակ մնան իշխանության։ Եվ ամոթաբար արևմուտքը կասի, որ ամեն ինչ նորմալ է, սա դեմոկրատիա է։ Հետո կգնա Ալիևի մոտ հյուր։
փորձենք ամփոփել Արթուր, այս մեր զրույցը, հուսամ բարբերաբար մենք նման զրույցներ կունենանք, այսպիսի մի իրավիճակ պատկերացնենք, հանկարծ աշխարհաքաղաքական իրավիճակը հանդարտվի, լեզու գտնեն իրար հետ, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ այլն, աշխարհի նոր բաժանում տեղի ունենա եւ հասկանա այդ արևմուտքը, Եվրոպան, Միացյալ Նահանգները հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը այլևս իրենց պետք չի։ Պատկերացնում ես, ինչ դոսիեներ կհրապարակվեն մարդու իրավունքների, ժողովրդավարության, ոտնահարման, չգիտեմ, ինչ հնարավոր, այսինքն այն ինչի մասին մենք խոսում ենք, ես հաստատ համոզված եմ, որ իրենց մոտ հաստատավորված, դոսիեներով սարքված, ամեն ինչ պատրաստ է հրապարակելու համար։ Բայց արդյոք դա կանեն, թե չեն անի։ Իմ կարծիքով, իհարկե ճիշտ է, ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Ձեր մոտ էինք 5-րդի ստուդիայում էինք 3 տարի առաջ, 3.5 տարի առաջ, երբ որ սա սկսվեց, դուք հիշում եք, ես ասացի, որ Ռուսաստանին կկազմակերպեն Աֆղանիստան, նոր Աֆղանիստան, որ արյունաքամ անեն Ռուսաստանը։ Հիշում եք, 3.5 տարի առաջ ասել էի, ուղղակիորեն չեն արճակվում, բայց արյունաքամ կանեն Ռուսաստանին։ Ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Ռուսաստանը դեռ Թուրքիայի եւ Ադրբեջանի կարիքը կունենա, այսինքն պետք չի սպասել, որ Թուրքիան դուրս կգա Կովկասից։ Լավագույն դեպքում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը կշարունակեն կիսել իրենց ազդեցությունը այս ռեգիոնում։ Դա լավագույն դեպքում։ Եթե ինչ որ մեծ կատակլիզմներ լինեն Ուկրաինայում, Ռուսաստանում, հնարավոր է, որ այո, ռեգիոնը ուղղակի մենք դառնանք Թուրքիայի, Անգլիայի եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների, Ադրբեջանի տիրապետության ռեգիոն։ Եվ իսկ եթե Ուկրաինայում ասենք ընթանա գործերը այնպես ինչպես հիմա ընթանում, այսինքն առաջխաղացում ռուսական կողմից, ռեժիմի տապալում եւ այլն, այդ դեպքում արդեն ուրիշ իրավիճակ է ստեղծվել։ Դե այո, Ռուսաստանի ազդեցությունը կաճի, նա կշարունակի իհարկե Թուրքիայի հետ լեզու գտնել ռեգիոնում, Ադրբեջանի հետ լեզու գտնել, բայց ավելի վստահ կպահի իրան մեր ռեգիոնում եւ գուցե կարողանա զսպել Թուրքիայի եւ Ադրբեջանի այս հեգեմոնիան մեր ռեգիոնում։ Ռուսներն էլ են հասկանում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի եւ Թուրքիայի ձուլումը, որտեվ Ադրբեջանը գնալու է դեպի ՆԱՏՕ, իրենց սիրած ՆԱՏՕ-ն մտնելու է Կասպից ծով բանի։ Հենց հարավային շրջանը էլի Ռուսաստանի արդեն վտանգվում է։ Նրանք էլ դա չեն ուզենա։ Բայց ես հրաշքների չէի սպասի։ Հրաշքը պետք է մեզանից գա։ Եթե մենք ուզում ենք Ռուսաստանը ամեն ինչ մեզանից է կախված։ Այո։ Եթե մենք սեն շարունակենք, ռուսների մոտ շարունակվում է ստեղծել։ Նրանք գիտեք թե ինչ են ասում ամեն անգամ։ Դուք ոնց երկրորդ անգամ սրան ընտրեցիք։ Ամեն անգամ ինչ որ բան ուզում եմ իրենց ապացուցել, ասում են եղություն։ Դուք ոնց սրան երկու անգամ ընտրեցիք։ Ու խոսակցությունը վերջանում է։ Եթե մենք Դե մեզ մեղադրում եք ինչ որ բան չանելու մեջ։ Այո, եթե ասում են, եթե ձեր հասարակությունը ուզում է, մենք ինչ կարող ենք անել։ Մենք պետքա ցույց տանք, որ մենք չենք ուզում, որ Հայաստանը ձուլվի, դառնա Ադրբեջանի ինչ որ շրջան եւ մենք ստեղից կամաց դուրս գանք։ Դուք նայեք, նրանք խելացի մարդիկ են։ Նրանք ասում են, դուք ստեղ փոքրամասնություն եք եւ ճիշտ են, որտեղ մեզ ցրել էին, ջարդել, կոտորել էին, ամբողջ աշխարհով ցրել էին, հիշում եք, Պարսկաստանը մեզ հանեց։ Շահաբասից հետո, այո, նրանք չեն ասում, որ Շահաբասն է մեզ հանել։ Ասում են, դուք ստեղ 30% էիք, դες ռուսները հետ բերեցին, ստեղծեցին Հայաստան ձեզ համար։ Մենք դա բան կանենք, հետադարձի կընթարկենք այս process-ը։ Դուք պետքա ձուլվեք դուրս գաք ստեղից։ Սա մեր ռեգիոնն է, դուք բան եք, քոչվոր ցեղեր եք, Հնդկաստանից եկած։ Դուք են ասում այդ մասը։ Այո, մեզ են ասում, որ դուք ստեղ չպետք է ապրեք, սա մեր ռեգիոնն է։ Մենք պետքա ստեղից դուրս գանք։ Ու սրանք ամեն ինչում ենթարկում ենք։ Հիմա արդեն Արարատի կնիքը չենք դնում, կնիքի բանի վրա։ Դուք պատկերացրեք, մենք Ադրբեջանից պահանջեինք, որ նրանք Ստեփանակերտի անունը չփոխեին Խանկենտի։ Նրանք մեզ կմորթեին։ Բայց մենք ամեն ինչում ենթարկվում ենք, ամեն ինչում։ Ու էլի, ոնց որ դուք ասացիք, սահմանը չեն բացում։ Այսինքն նրանք sense արդեն մեր վզից բռնել են, այսինքն կամած կխեղդեն։ Եթե մենք էլի շարունակենք կերուխումով զբաղվենք, գնանք տաշի-տուշիով զբաղվենք ու նայենք Հայաստանը մեր ձեռից ոնց է գնում։ Եթե չենք ուզում, որ այդպես լինի, պետքա գնանք ընտրությունների։ Շնորհակալություն Արթուր, հետաքրքիր բովանդակալի զրույցի համար, թե եղավ գնահատական, թե նաև լուծման ճանապարհներ։ Ես հաջողություն եմ մաղթում եւ հուսանք, որ բարբերաբար մենք նման զրույցներ կունենանք եւ կփորձենք մեր չափով տեղեկացնել, վերլուծել իրավիճակը, ներկայացնել հայ հանրությանը եւ ինչ որ չափով օգուտ տալ հասարակության առողջացմանը։ Շատ շնորհակալ եմ, Դերենիկ, շատ շնորհակալ եմ։